Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային, որը նախկինում Ալ-Քաիդայի ճյուղավորումներից մեկի հրամանատարն էր եւ մինչեւ վերջերս գտնվում էր Վաշինգտոնի ահաբեկչական սև ցուցակում, իսկ այժմ փորձում է վերջ դնել Սիրիայի տասնամյակների միջազգային մեկուսացմանը։ Ավելին, ամերիկյան լրատվամիջոցների հետ հարցազրույցներում Ալ-Շարաան կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նախկին առաջնորդ Բաշար Ալ-Ասադին։ Ռուսաստանն այս կամ այն կերպ մասնակցել է Սիրիայի ժողովրդի դեմ պատերազմին։ Այսպիսով, Սիրիայի հետ տեղի ունեցած բանակցությունների մի մասը այն է, որ հետախուզվողները պետք է հանձնվեն Սիրիային, այդ թվում Բաշար Ալ-Ասադը։ Ռուսներն այլ կարծիք ունեն, սակայն արդարությունը պետք է հաղթի։ Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արածի համար, այդ թվում Բաշար Ալ-Ասադը։ Հետաքրքիր է, որ Ալ-Շարայի խմբավորման իշխանության գալուց հետո Սիրիայի արևելքում դրուզների ու ալավիների զանգվածային սպանություններ տեղի ունեցան, այդ թվում ուղիղ եթերում։ Դեռ հոկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը արաբական երկրների լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ասադը եւ նրա ընտանիքի անդամները Ռուսաստանում են գտնվում բացառապես մարդասիրական նկատառումներով, քանի որ նախկին նախագահին հայրենիքում ֆիզիկական հաշվեհարդար էր սպառնում։ Իդեպ սա առաջին անգամն է, որ Սիրիայի նախագահն այցելում է Սպիտակ տուն այդ պետության հիմնադրումից ի վեր։ Ալ-Շարայի խոսքով նախկին ռեժիմի անկումից հետո Սիրիան թևակողել է նոր դարաշրջան, եւ սա հիմք կհանդիսանա նոր ռազմավարության համար, հատկապես Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Հանդիպումից հետո Թրամփն էլ հայտարարեց, որ առաջիկայում Սիրիայի վերաբերյալ որոշ հայտարարություններ կլինեն։ Ապա հավելեց, թե լավ շփում է ունեցել այդ երկրի նախագահի հետ եւ իրենք կկարողանան համատեղ աշխատել։ Ես նրա հետ համաձայնության եմ եկել։ Նա գալիս է շատ դժվար վայրից եւ կոշտ մարդ է։ Ինձ դուր է գալիս, ես լավ եմ հասկանում նրան եւ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Սիրիան հաջողակ լինի, քանի որ դա մերձավոր արևելքի մի մասն է։ Մերձավոր արևելքում հիմա խաղաղություն է։ Նույն օրը Սպիտակ տանն է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, հանդիպել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ավելի ուշ Ֆիդանը հայտնել է, թե Վաշինգտոնում առանձին բանակցություններ է վարել մի քանի ամերիկացի պաշտոնյաների եւ իր սիրիացի գործընկերոջ հետ, քննարկելով Սիրիայում եւ Գազայում տեղի ունեցող զարգացումները։ Մերի Դանիելյան, Reopen Media։